16 կամ 17 տարեկան եք, հնարավոր է առաջիկայում ընտրություններին մասնակցելու իրավունք ունենաք։ Սահմանադրության մեջ տարիքային շեմ իջեցնելու հարց է քննարկվում։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունն է հարցը քննարկման առարկա դարձրել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը այս հարցով քննարկում չի ունեցել։ Շատերը կհարցնեք, իսկ 16 կամ 17 տարեկանը ինչ է հասկանում, որ մի բան էլ որոշի, թե երկիրը ինչպես պետք է կառավարվի։ Բայց չէ՞ որ ընտրություններով ավելի շատ հենց երիտասարդների ապագան է որոշվում։ Ու այդ տարիքի երիտասարդները երբեմն ավելի շատ բան են հասկանում, քան մենք կամ առավել եւս ասենք թոշակառուները։ Արդյոք 18 տարին չլրացածները քաղաքականապես հասուն են ընտրություններին մասնակցելու համար։ 1990-ականներից այս թեման օրակարգում է տարբեր երկրներում։ Որոշ հետազոտություններ հանգում են նրան, որ երիտասարդները ավելի վաղ են ներգրավվում քաղաքական ու հասարակական կյանքում, սակայն կան նաև հակառակ տեսակետներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Պետք չի նվազեցնել ոչ պետական, ոչ էլ թիմ ընտրություններում։ Դեռ 18 տարեկանն էլ այնքան գիտակից ընտրություն չի կայացնում, էլ ուր մնաց 18-ից ցածրը։ Լավ կլիներ դեռ մի բան էլ բարձրացնել։ Կարծում եմ շեմը նվազեցնելը սխալ կլինի։ 16-17 տարեկանների մեծամասնությունն անտեղյակ է քաղաքական պրոցեսներից։ Այդ դեպքում ինչպես պետք է կատարեն ընտրություն ուրիշների խորհրդով, մի քանի հարցում եթե անցկացվի այդ տարիքայինների շրջանում, պատկերը պարզ կլինի։ 18 թե 16 այնքան էլ էական չէ։ Ինձ մտահոգում է անտարբեր զանգվածը, ովքեր չեն մասնակցում ընտրություններին։ Նրանց համար մեկ է, թե ինչ ապագա կունենա իրենց սերունդները։ Այս տեսակի համար հաստատ օրենք է պետք իրենց իրավունքները սահմանափակելու համար։ Ավստրիան առաջին երկրներից էր, որտեղ համապետական ընտրություններին շեմը իջեցվեց 16 տարեկան։ Գերմանիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի որոշ շրջաններում 16 տարեկանից սկսած կարելի է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Բրազիլիայում, Արգենտինայում 16 տարեկանից կարող են ընտրությանը մասնակցել կամավոր։ Շոտլանդիայում 2014-ի անկախության հանրաքվեին թույլատրվեց քվեարկել 16 տարեկանից։ Դրանից հետո քննարկումներ են եղել ընտրական տարիքային շեմն իջեցնել ողջ Մեծ Բրիտանիայի համար, բայց առաջարկը չի ընդունվել։ Նորվեգիայում էլ 2011-ին փորձնական իջեցրել են ընտրության տարիքային շեմը եւ հանգել նրան, որ 16-ից 17-ամյա ընտրողները 18 տարեկանների համեմատ ունեն քաղաքական հասունության ավելի ցածր մակարդակ։ Նշվում է, որ դեռահասները չեն կարող լիարժեք գնահատել քաղաքական հարցերը եւ կայացնել մտածված որոշում։ Արդյոք Հայաստանում ընտրական իրավունքի տարիքային շեմի նվազեցումն այս պահին նպատակահարմար է։ Factor TV-ի YouTube-յան ալիքում հարցման ընթացքում տարիքային շեմի նվազեցմանը կողմ է արտահայտվել 17%, 83%-ը դեմ է եղել։